Բագրատ Սրբազանը հեռավար է հետևում իր ստեղծած 10-ամյա տալույսի համերգին։ Իր ձեռնադրման 22-րդ տարեդարձին պայծառակերպության տոնին նա չի կարող լինել հայրենի տավուշում, կենդանի վայելել երգչախմբի անուշ ձայները։ Շատ պարտավորեցնող է տալույսի համար երգել բեմում, որտեղ միշտ լսել են Սրբազան հոր անգին խորհուրդները։ Լորվում էի շատ, բայց հենց որ առաջին երգը երգեցի վերջացրի, արդեն մի քիչ հանգստացա։ Շատ երկար ենք պատրաստվել ու սպասել էինք Սրբազանին, որ ներկա գտնվի, բայց ցավոք ներկա չգտնվեց։ Ինչ էլ լինի, չհանձնվեք։ Սրբազանի այս խորհուրդը երբեք չեն մոռանա։ Դուք միշտ պետք է չեմպիոններ լինեք, չպետք է հանձնվեք։ Մեր մեջ մենք մեզ կայուն զգանք, պետք է մենք հավատանք մեզ, որ կարող ենք դա անել, երբեք չհանձնվենք։ Կյանքում միշտ դժվարություն է լինեն, ովքեր էլ որ մեզ խանգարեն, երբեք չնայենք իրանց ու առաջ քայլենք։ Նրանց ձայնը լսել է աշխարհը։ 3 տարի առաջ Քուին խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյին ցնցեցին տալույսի սաները։ Յուրօրինակ կատարումն այնքան էր տպավորել համաշխարհային աստղին, որ նա սոցիալական ցանցերում տարածել էր հեռավոր տավուշից աշխարհի մեծ բեմերը նվաճել ցանկացող երեխաների ելույթը։ Այսօր ավելի ուժեղ, ավելի հզոր է տալույսը։ Շնորհակալ է երգչախմբի գեղարվեստական ղեկավարը, որ Սրբազանը հիմնադրեց տալույսն ու հնարավորություն տվեց տաղանդավոր երեխաներին ավելի լավ ճանաչել իրենց ու հայրենիքը։ Նրա ուժը, գաղափարական միտքը, որը վերածել է նա գործի, այսօր հավատարմության ծիլերն է տալիս եւ այն ապահովելու է իր շարունակականությունը։ Ունենք այնպիսի հոգևոր ուսուցիչ, այնպիսի հոգևորական, ում միայն գոյությունը եւ արած աշխատանքները մեզ խթանում են ավելին անելու։ 35 սան ունի տալույսը, 24-ը հիմնական խմբում։ Հարթ չի եղել ճանապարհը, բայց կասկած չունեն, անպարտելի է հոգևոր երաժշտության ուժը։ Մարզերում երեխաները լրջագույն զբաղվածության խնդիր ունեն եւ փառք Աստծո, որ արդեն 10 տարի շարունակ թե երգչախումբը թեթեմի բազում այլ նախագծեր գործում են, հիմնադրված լինելով Սրբազանի կողմից, տեսնելով բազում վայրիվերումներ, տեսնելով բավականին ծանր, միևնույն ժամանակ շատ հզոր, ուրախալի, ամենատարբեր դեպքեր, իրադարձություններ, երեխաներն այդ ամենը անցկացրել են իրենց հոգու միջով։ Տալույսն ուզում է ավելի մեծանալ, հիմա երգչախմբում հիմնականում իջևանցի երեխաներ են։ Նրանք ուզում են, որ իրենց երգի ձայնը լսեն նաև տավուշի հեռավոր անկյուններում ու դառնան տալույսի մի մասը։ Գանե Մովսիսյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։